Ցայք հեռուստաընկերությունը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում բարի երեկո։ Ուղիղ ժամը 20-ին ընտրատեղամասերի դռները փակվեցին։ Քվեարկությունն ավարտված է։ Տեղամասային կենտրոնի ներսում գտնվող վերջին քաղաքացու քվեարկությունից հետո կմեկնարկի քվեաթերթիկների հաշվման գործընթացը։ Մեր նկարահանող խմբերն այս պահին եւս գտնվում են տեղամասային կենտրոններում եւ հետևում այդ գործընթացին։ Իսկ մինչ այդ նրանք աշխատել են ամբողջ օրվա ընթացքում։ Մեր նկարահանող խմբերը օրվա տարբեր ժամերի շրջել են ընտրատեղամասային կենտրոններում, արձանագրել տարբեր խախտումներ, թերացումներ։ Հայ ֆիքսեք դուք, ինքներդ նա, սպահեք ձեռքով, փախնում է։ Ահա։ Թիվ 31-ի 78 ընտրատեղամասում 1732 ընտրողներ կան գրանցված ժամը 14:00-ից 14:30-ի հատվածում 395 քաղաքացիներ են մասնակցել քվեարկությանը։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մուշեղ Մարգարյանը նշում է, ընտրախախտումներ չեն արձանագրել։ Միջադեպներ չենք ունեցել, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Ընտրական օրենսգրքի պահանջներին սահմանված կարգով հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է, ինչպես նաև ներկային դիտորդական առաքելություններից վստահված անձինք ամեն ինչ։ Դուք ինչպես կգնահատեք ակտիվությունը։ Ակտիվությունը այս պահի դրությամբ նորմալ է, չի ասի, որ լավ է կամ վատ է, նորմալ է ակտիվությունը, հաշվի առնելով թաղամասի ժողովրդի զբաղվածությունը, իմ կարծիքով ինքը նորից ակտիվություն կունենանք, գիտեք ինչ կրճատումներով լինում է, որ միանգամից ակտիվություն է, ժողովուրդը հոսքը շատ է եւ սենց հանգիստ մի քիչ ընթացք, բայց նորմալ է։ Ընտրողները հիմնականում ինչից են դժվարանում, ինչ հարցեր են շարունակում։ Մեր ընտրողները հիմնականում դժվարանում են կոնկրետ մեր ծերերի տան ընտրողներն են դժվարանում, ուղեկցողները, որոնք որ գալիս են սահմանված կարգով գրանցում են կոնկրետ տեսողության հետ կապված խնդիրներ կան, տարեց մարդիկ են, հիմնականում շարժունակության հետ կապված խնդիրներով ընտրողներ են ունեցել, բայց կոնկրետ մեր մասնագետները բացատրում են, նորից եւս մեկ անգամ հիշեցնում են ընտրության կարգը, նորմալ է ամեն ինչ։ Այստեղ եւս ընտրությունների մասնակցությունը ակտիվ է, կուտակումներ սակայն չկան։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։ Գյումրիում շարունակվում է արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Այսօր լրատվականը շրջել է մի շարք ընտրատեղամասերով՝ 31-ի 49, 31-ի 66, 31-ի 67, 31-ի 52, 31-ի 71, 31-ի 73, 31-ի 48, 31-ի 49։ Նշված հատվածներում մեր տեսախցիկը կուտակումների կադրեր չի ֆիքսել ժամը 14:00-ի դրությամբ։ Առանձնահատուկ խախտումներ չեն եղել, բայց թեթև խախտումներ գրանցվել են։ Այս մասին ասել է 31 կոտորակ 46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը։ Աստղիկ Խաչատրյանի տեսաանդրադարձը։ Թիվ 31-ի կոտորակ 46 ընտրատեղամասում 1654 ընտրողից 16:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 578 ընտրողներ։ Հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Մինասյանը նշում է, փոքր խախտումներ են արձանագրվել գրանցամատյանում։ Ակտիվությունը բավականին շատ է, կա պահ, որ քիչ են գալիս, կա պահ, որ շատ են գալիս, մենք աշխատում ենք կարգավորել, որպեսզի կուտակումներ չլինեն, խնդիրներ չառաջանա։ Պես առանձնահատուկ միջադեպեր չենք ունեցել, բայց թեթև խախտումներ եղել են, արձանագրվել։ Ցել ենք քաղաքացի, որը ինքնուրույն չի կարողացել ընտրել, ծնողին թույլ չենք տվել հետ ընտրելու, սպասել ենք անծանոթ ընտրող գա, որպեսզի գրանցամատյանում ներկայացնենք տվյալները մեր քարտուղարուին ու նոր թույլ տանք ընտրության մասնակցելու։ Այլ միջադեպեր չեք ունեցել։ Դե միջադեպեր հիմնականում չեն եղել, չէ։ Նշենք, որ Գյումրու տարբեր ընտրատեղամասերում ակտիվության բարձր ցուցանիշ կա, հատկապես 1000-ից ավելի ընտրողներ ունեցող ընտրատեղամասերում։ Այդպիսիներից է 31-ի 45 ընտրատեղամասը, որտեղ 1726 ընտրողներից 781-ը արդեն մասնակցել է քվեարկությանը, նշում է 31-45 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարսպետ Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ օրվա ընթացքում ոչ մի խախտումներ չեն գրանցվել, ընթանում է նորմալ հոսք, քաղաքացիների կուտակումներ կամ ինչ-որ բաներ
չունենք, ընդհանուր նորմալ է։ Գրանցամատյանում ոչ որը խախտում չէ։ Գրանցամատյանում ունենք մի հատ թերություն ենք նկատել, քաղաքացիները հիմնականում տարեցները 1-2 դեպք եղել, որ դուրս են գալիս քվեախցիկից, այդ քվեաթերթիկները մյուս, որոնք չեն ընտրված դուրս են անում, բայց ես արագ ուղղորդում եմ չեմ կարծում էլի, որ դա ինչ-որ մեծ խնդիր է, մնացած լուրջ թերություններ, խնդիրներ ոչ մի բան չկա, որովհետև տեղամասում ընտրությունը անցնում է հանգիստ տոնով։ Նշենք, որ այստեղ եւս կուտակումներ չեն եղել, իսկ արդեն 31-ի կոտորակ 48 ընտրատեղամասում 1495 ընտրողներից 16:30-ից 17:00 դրությամբ 457 ընտրողներ են մասնակցել քվեարկությանը։ Հանձնաժողովի նախագահ Հերմինե Ասիրյանը նշում է, ակտիվությունը շատ բարձր է գնահատում։ Շատ լավ, շատ ակտիվ գալիս են ընտրության։ Գրանցամատյանում ինչ ընտրախախտումներ եք արձանագրել։ Ոչ, ընտրախախտումներ չի արձանագրվել ոչ մի տեսակ, ոչ մի միջադեպ չէ, ոչ մի միջադեպ չի տեղի ունեցել։ Մի փոքր դժվարանում են ընտրողները, մեր անդամները փորձում են իրենց ուղղություն տալ։ Գրիչ չկա, գրիչ չկա, ասում եք պետք է գրիչ չլինի, դուք պետք է ընտրեք մեկը, այդպեսի նմանատիպ հարցեր։ Նշված ժամի դրությամբ ընտրախախտումներ չեն արձանագրվել նաև այս ընտրատեղամասում։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Անմատչելի ընտրատեղամասերից մինչև դատարկ Գրանցամատյան, դիտորդ մարմնի դիտարկումներից մինչև վստահված անձանց ուղղորդումներ, մեր տեսախցիկը ֆիքսել է կարելին ու անկարելին, նկարահանող խմբի քրոնիկոնը։ 31-ի կոտորակ 23 նեղու ոչ մատչելի ընտրատեղամասում գրանցված են 1713 ընտրող։ Նրանցից 18:00-ի դրությամբ քվեարկել են 680-ը, չնայած այն հանգամանքին, որ այս ընտրատեղամասում անգամ հանձնաժողովի անդամների, դիտորդների ու վստահված անձանց համար տեղ չկա։ Ամեն դեպքում հանձնաժողովի նախագահ Իսկույիկ Կարապետյանը նշում է, որ շարժվելու խնդիր ունեն, նման մարդիկ չեն եկել, մի հոգի եկե հարցրել է, ասեցի դուք պետք է նախապես ճշտեիք, որ շարժական տրամադրենք, կարողանանք այլ տունը վերցնեին այդ մարդու ձայնը, բայց իրենք չեն ներկայացրել, իրենք նախորդ պետք է ներկայացնեին, որ այդ աշխատանքը կազմակերպեր։ Քաղաքացու հարց ու փորձերից այստեղ եւս զերծ չեն մնացել կապված քվեարկության կարգի հետ։ Գրիչի համար հարցնում են ուղղորդել ենք, բացատրել ենք, ասել ենք ծերերին, տան անդամները եկել են, արձանագրել ենք, թույլ ենք տվել օգնել, ամեն ինչ սահմանադրության կետերին համապատասխան կազմակերպել ենք։ Մյուս 1000-ից ավելի ընտրողներ ունեցող ընտրատեղամասը 31-ի 41-ն է, որտեղ գրանցված են 1384 ընտրողներ, 17:30-ից 18:00-ի հատվածում այստեղ քվեարկել են 530-ը։ Ոչ մի արդարոց դեպք չի պատահել, ընդրանքը շատ նորմալ կատարվել է, ժողովուրդը ժամ առ ժամ նկատվում են եւ ակտիվացում եւ պասիվացում։ Դժվար հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացիները դժվարանում են ընտրություններ կատարել, մի քանի հոգի մոտեցել են օգնողների հետ, գրանցել ենք, իրենց ընտրությունը կատարել դուրս են եկել։ Գրանցամատյանում ընտրախախտումներ չեն արձանագրվել։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Թիվ 31-ի կոտորակ 67 ընտրատեղամասում 1778 ընտրողներ կան գրանցված, նրանցից 17:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 661 քաղաքացիներ։ Այս ընտրատեղամասում վստահված անձանցից մեկը փորձել է ուղղորդումներ անել, նշում է թիվ 31 կոտորակ 67 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անի Քոչարյանը։ Առանձնապես մեզ մոտ ընտրախախտումներ կամ ինչ-որ դեպքեր չեն գրանցվել, հանգիստ առավոտվանից եղել է, կարող եմ ինչպես դուք նկատեցիք, բավականին լավ է, սակայն վստահված անձանցից մեկը փորձեր կատարում ուղղորդելու ընտրողներին, որը զգացվում էր եւ երկու անգամ նախազգուշացնելուց հետո երրորդ անգամ արդեն փորձեցի դիմել ոստիկանի օգնության եւ մնացածը արդեն հանգիստ մենք կարողանում ենք կազմակերպել։ Տեղում է, բայց արդեն ինքը պատշաճ կերպով նստած է եւ չի խանգարում ընդհանուր ընտրակարգին եւ ուղղորդումներ չկան այլևս։ Քաղաքացիների հարցերը այստեղ եւս չեն զիջում մյուս ընտրատեղամասերին։ Ընտրողները հիմնականում տեսեք, որ գալիս են բնականաբար յուրաքանչյուր մեր անդամը նախապես բացատրում է ինչ պետք է իրենք անեն, բայց դեռևս շատերը հարցնում են գրիչ կա թե չկա եւ որտեղ պետք է նշումներ անենք։ Հիմնականում դա է, բայց բոլորը պատրաստական գալիս են ընտրության։ Կուտակումներ եւ այլ միջադեպեր այստեղ չեն արձանագրվել։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Փարաքարում ըստ ընտրացուցակների 20967 ընտրող կա։ Փարաքարի թիմ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ։
Գյումրիում մասնակցում է 9 քաղաքական ուժ։ Ընտրողների թիվն այստեղ 111,236 է։ 82 ընտրատեղամասերի արդյունքներով ժամը 17-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ընտրողների 35.22%-ը կամ 39,181 ընտրող, իսկ փառաքարում ընտրողների 46.90%-ը կամ 9,833 ընտրող։ Ընդհանուր առմամբ երկու համայնքում 132,203 ընտրողից ժամը 17-ի դրությամբ քվեարկել է 49,014 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 37.7%-ը։ Նույն ժամի դրությամբ իրենց ընտրատեղամասերում քվեարկել են նաև քաղաքական ուժերի ավագանու ցուցակը գլխավորողները։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը օրվա ընթացքում կատարել է իր քվեարկությունը, այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին։ Նկատել եմ առավոտյան, հիմնականում հանդարտ քվեարկություն է գնում, 1-2 դեպք արձանագրված կար, երբ մարդիկ բաց քվեարկություն էին իրականացնում, ինչը խնդրահարույց է կարծում եմ, բայց առհասարակ ինձ համար թերևս ավելի տարօրինակ է, որ մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան եւ շատ թվով դիտորդներ։ Լիահույս եմ, որ արձանագրված բոլոր խախտումները, եթե այդպիսին լինեն, իրականությանը կհամապատասխանեն, բայց ամեն դեպքում ես նկատում եմ, որ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հարում են ընդդիմադիր թևերին, փորձում են իմիտացիա ստեղծել, որ ընտրությունների ընթացքը ինչ-որ խախտումներով է անցնում, երբ որ տեսնում եմ արձանագրություններ, որ տեղամասի մոտ 1-2 անց կա եւ նկարագրվում է, որ օրինակ քաղաքացիական պայմանագրի աջակիցներ են, թե ինչպես են դեմքով նույնականացնում, ես որ նայում եմ իրենց չեմ ճանաչում ամեն դեպքում։ Առհասարակ նաև մենք նկատում ենք բավականին պասիվություն, մտահոգիչ է սա թե ոչ, եւ առհասարակ ինչքան մասնակցություն եք կանխատեսում գյումրեցիների, որովհետեւ օրինակ Երևանի դեպքում մենք շուրջ 71% ունենք, որոնք չեն մասնակցում։ Ես կարծում եմ, որ մասնակցությունը շատ բարձր չի լինելու, եթե մենք նայենք 2021 թվականի ցուցանիշները, Գյումրիում շուրջ 26000 ընտրող է մասնակցել։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ թիվը շուրջ 45000 էր։ Իմ ենթադրություններով, չնայած այսպիսի երևույթները ենթադրություն կամ կանխատեսում չի սիրում, բայց շուրջ 30-ից 35000 ոչ ավելի։ Բացառում եք, որ ընդհանրապես որևէ կերպ հնարավոր չի լինելու կոալիցիաներ կազմել եւ ոչ թե երկրորդ փուլ, որովհետեւ որպես այդպեսին չի լինելու, այլ նոր ընտրություններ։
Ես հիմա էլ եմ տեսնում, որ ընդդիմադիր տեխնացուները այդ մասին բաց հայտարարում են, բայց քանի որ ինչպես նախորդ օրը, այդպես էլ այսօր որևէ քարոզչական դիտարկումներ չի կարելի իրականացնել, ես զերծ կմնամ։ Թեև նկատենք, որ եւ նախորդին եւ այսօր շատ ընդդիմադիրների կողմից դա խախտվում է եւ ակտիվ քարոզչություն է իրականացվում։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը ևս օրվա ընթացքում կատարել է իր քաղաքացիական պարտքը, որից հետո զրուցել լրագրողների հետ։ Ընտրությունների ընթացքը իհարկե ահազանգեր ունենք, նաև ահազանգեր ունենք բացքավյարկության, ահազանգեր ունենք կուտակումների, իհարկե իրավապահ համակարգը շատ խիստ աշխատում է եւ յուրաքանչյուր ուզում նաև հիշեցնել մեր համակարգացիներին, որ յուրաքանչյուր օրենքի խախտում շատ խիստ պատասխանատվությամբ է ենթարկվելու եւ նաև կան խոսակցություններ մարդկանց կողմից, որ քվեաթերթիկի համար առաջի քվեաթերթիկի դուրս բերելու խնդիրը կա, միանշանակ ուզում եմ հորդորել եւ մեր համակարգացիներին ասել, որ դա օրենքի խախտում է եւ իրավապահ համակարգը խստագույնս պատժելու են անձանց, որոնք ընտրական process-ները փորձում են խախտել եւ ընտրությունը տանել այլ ուղղությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ ընտրությունները Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը աշխատել է վաղ առավոտից։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։ Շուրջօրյա գործել է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվել է իրավական խորհրդատվություն։ Ներքին գործերի նախարարության թեժ գծին այսօրվա ընթացքում ստացվել են տարբեր բնույթի ահազանգեր։ Ոստիկանությունում թիմ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը ստուգման փուլում են։ Մարտի 30-ին ժամը 12-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում թիմ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում եւ սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկություններ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին։ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացվել եւ տեղեկանք են ստացել 14 որոնցից Գյումրի համայնքում 7 քաղաքացի, Փարաքար համայնքում 7 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 5 անձ, որոնցից Գյումրի համայնքում 3 քաղաքացի, Փարաքար համայնքում 2 քաղաքացի։ ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում գործող զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։ Անկախ դիտորդ դաշինքի անդամներից մեկին հեռացրել են Գյումրու 31 կոտորակ 37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։ Այս մասին հայտնել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը։ Նա նաև նշել է, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդումը եւ այն կներկայացվի դատախազություն։ Իոնիսյանը ընդհանուր առմամբ նաև անդրադարձել է Գյումրու եւ Փարաքարի ընտրատեղամասերում անկախ դիտորդի արձանագրած այլ ընտրախախտումների։ Հիմնական խախտումների վիճակագրական պատկերի առումով ժամը 2:30-ի դրությամբ հետևյալն է 19 խախտում, եթե խոսում ենք իրական քիչ թե շատ խախտումների մասին Գյումրիում եւ 14-ը Փարաքարում, մասնավորապես արձանագրել ենք վիճաբանության 4, բաց քվեարկության 3, դիտորդի իրավունքների խախտման 2 դեպք, որում երկուսից մեկը Փարաքարում, մեկը Գյումրիում, Փարաքարին այդքան լուրջ չէր, Գյումրիինը 31 կոտորակ 37 ընտրական տեղամասում լուրջ էր եւ դրա հետ կապված արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել ենք, խոսքը հենց մեր դիտորդի մասին էր։ 6 դեպք գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում շարունակական գտնվելու, 6-ից 5-ը Գյումրիում, մեկը Փարաքարում
վստահված անձի կողմից իրականացվող ընդհանցակարգային խախտումներ 9 դեպք այդպիսի, որոնցից մոտ կեսը կոնկրետ մեկ կուսակցության մասով, ես մինչև ժամը 20:00-ն երևի կոռեկտ չի որ հայտարարեմ, թե որ կուսակցության մասին է խոսքը, բայց ժամը 20:00-ից հետո բնականաբար դա գաղտնիք չեն պահելու, հրապարակելու ենք։ Ուրեմն վիճաբանության 4 դեպք, ուրեմն մեկը Փարաքյարում եւ 3-ը Գյումրիում եւ ուրեմն քվեաթերթիկ չտալու մի դեպք, այսինքն որ քվեաթերթիկների ամբողջ սպեկտրը չտրվի ընտրողին, մի քվեաթերթիկ պակաս տրվի, նման մեկ դեպք արձանագրել են Գյումրիում 31 տեղամասում եւ բայց այդ տեղամասում կասկած կա, որ այդ դեպքը, որ այդ երևույթը պարբերական բնույթ է կրել, որտեղ մեր արձանագրելուց հետո ընտրողներ հայտնվեցին, որոնք որ ասցին, որ իրանք էին պակաս քվեաթերթիկ ստացել, ու ոնց որ թե հենց կոնկրետ մի կուսակցության քվեաթերթիկ են պակաս ստացել։ Եվ ինչ որ առումով էպիկ դեպք 31 կոտորակ 70 ընտրական տեղամասում քվեարկության կտրոնի հափշտակության դեպք։ Այս դեպքով նույնիսկ ոստիկանները փորձեցին հետապնդել քաղաքացին հափշտակել էր ինքն իր քվեարկության կտրոնը, ոստիկանները նույնիսկ փորձեցին հետապնդել, այստեղ առանձին քննարկման առարկա իհարկե ոստիկանների պահվածքը, որտեղ 3 ոստիկաններից մեկը ակնհայտորեն փորձում էր բռնել եւ դա իր մոտ չէր ստացվում, բայց մյուս 2 ոստիկանները համայնքային ոստիկանության լեյտենանտի եւ ոստիկանության զորքերի սերժանտը ուղղակի չէին օգնում իրենց ծառայակցին եւ ավելի շատ հետաքրքրված են նրանով, որ լրագրողները չնկարեն տեղի ունեցողը, դա շատ մտահոգիչ էր այդ 2 ոստիկանների պահվածքը։ Հարգելի հեռուստադիտողներ, ժամը 20-ի համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, Գյումրին ու Փարաքարն այսօր արտահերթ ընտրեցին Ավագանի։ Ընտրատեղամասերն արդեն փակված են, քվեարկությունը ավարտված։ Քիչ անց կմեկնարկի արդեն քվեաթերթիկների հաշվման գործընթացը։ Այսօր լրատվականն ամբողջ օրվա ընթացքում ձեզ համար աշխատեց ուղիղ եթերում։ Իմ գործընկերներ Աստղիկ Խաչատրյանն ու Հրաչ Սահակյանը կշարունակեն աշխատել գիշերվա ընթացքում, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մնացեք բարյավ։